Մարգարյանի անցակետը բացվել է սահմանային կետը Սիրիա հումանիտար օգնության Շարասյան անցման համար եւ այսքանով տեղի ունեցած աննախադեպ չէ, որովհետեւ նաեւ արդեն իսկ 2023 թվականին, եթե չեմ սխալվում, հունվարին նույնպես անցակետը բացվել է, որպեսզի Հայաստանի կառավարության կողմից ուղարկվող հումանիտար օգնությունը հասնի Թուրքիա երկրաշարժի գոտի եւ այդ առումով կարծում եմ իհարկե կարևոր իրադարձություն է, բայց նկատի ունեմ աննախադեպ չէ եւ ես չէի ուզենա մենք այդ իրադարձության իհարկե իրադարձությունը թերագնահատենք, բայց մյուս կողմից չէի ցանկանա, որ մեր գերագնահատենք, ուրիշ հանգամանք կա, որը կարծում եմ արժանի է առանձնահատուկ ուշադրության, որը այդ դեպքում վստահ չէ, որ այդ ուշադրությանը մենք արժանացրել ենք կամ մեր հանրությունը արժանացրել է, այն որ 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մուտքի եւ ելքի բոլոր կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո եւ սա չափազանց կարևոր իրադարձություն է եւ որը արժի ընդգծել եւ ես նաեւ այս առիթով ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերին անկախությունից ի վեր այդ գործառույթը մեր սահմանային անցագրային կետերում իրականացնելու համար եւ գոհունակությունս արտահայտել, որ մենք այլևս ի վիճակի ենք այդ ինքնիշխան գործառույթը իրականացնել։ Շնորհակալ եմ։